Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետեական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, երազներ եմ մեկնաբանում, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, ես մարդկանց ընդունում եմ իմ տան մեջ, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Գրանցվեք, որպեսզի այդ իմ տված կանխատեսումներից, հմայախոսություններից և ծիսակարգերից կարողանաք օգտվել։ Այժմ ցանկանում եմ սիրելիներս ուղիղ եթերի ընթացքում կատարել կանխատեսում 2025 թվականի հունիս ամսվա համար կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խոյերի համար։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ, երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի խոյեր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր բացահայտվում եք, ձեր անձնական ոլորտում մտնում է հաստատուն երջանկությունը վայելելու ժամանակահատված։ Այն խոյերը, որտեղ ամուսնացած չեն, իրենք հնարավորություն կունենան իրենց անձնական ոլորտում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետագայում հնարավորություն լինի անձնական հարաբերություններ ունենալ, լինի ամուսնություն, լինի ամուսնության առաջարկություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խոյեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ որոշակի խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Հնարավոր է աշխատանքի հետ կապված պարտություններ, աշխատավարձի հետ կապված խնդիրներ, կամ ինչ-որ մեծ հույսեր ունեք, որ այդ աշխատանքը կկատարվի, կիրագործվի, բայց այսօր ցույց է տալիս, որ սիրելի խոյեր, հունիս ամիսը որոշակի դատար կա ձեր ֆինանսական ոլորտում։ Կարող է ինչ-որ խնդիրներ լինի, ինչ-որ պրոբլեմներ լինի, որը արգելափակեն ձեր ֆինանսական առաջխաղացումը, բայց դա չի նշանակում, որ մեծ պրոբլեմներ և պարտություններ կլինի, դա ժամանակավոր դատար է, որից հետո հնարավոր կլինի ավելի մեծ ուժերով, ավելի աշխույժ ձեր ֆինանսական ոլորտում առաջխաղացում ունենալ։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, դա ոտի վրա անցնում եք, ապաքինում է ցույց տալիս, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդիրներից դուրս եք գալիս, ապաքինված առույգ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի խոյեր, ձեր երազանքները 2025 թվականի հունիս ամսին կկատարվի։ Հատկապես երազանքները և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, ինչ նպատակ, ինչ երազանք որ ունեք, սիրելի խոյեր, ձեր երազանքը, ձեր նպատակը կկատարվի։